Հրապարակ թերթը գրում է Իզմիրյան բժշկական կենտրոնում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopոսին հսկող կարգադրիչները վերջապես թույլ են տվել, որ մասնակցի այս կիրակի մատուցված պատարագին։ Մեզ պատմեցին, որ այս անգամ էլ կարգադրիչները փորձել են արգելել սրբազանին պատարագի մասնակցել, հատկապես լսելով, որ պատարագի արարողակարգի մաս է կազմում հաղորդություն ստանալը։ Երբ նրանց մանրամասն բացատրել են, որ հաղորդում ստանալը հաղորդակցվել չէ, ինչին նրանք դեմ են եղել, այլ անթթ խմոր հացով պատրաստված նշխարը ճաշակելը հավատացյալների կողմից մի կերպ համաձայնել են։ Ժողովուրդ օրաթերթը գրում է նախորդ տարեվերջին հայտարարվեց Ռուսաստանաբնակ գործարար եւ բարերարներ Արթուր Ջանիբեկյանի ու Արթուր Սողոմոնյանի օժանդակությամբ լեգենդար Արարատ 73-ի մասին պատմող գեղարվեստական ֆիլմի նկարահանման մասին, որն արդեն մեծ հաջողությամբ ցուցադրվում է հետխորհրդային տարածքում։ Ֆիլմի ռեժիսորն է Մհեր Մկրտչյանը, իսկ սցենարի համահեղինակն ու գլխավոր պրոդյուսերը Վալերի Սահարյանը։ Առաջին հայացքից միայն գովեստի ու խրախուսանքի արժանի այս քայլը չգիտես ինչու հայաստանյան որոշ շրջանակների մոտ քննադատության հանդիպեց, իբրև թե ռուսական փափուկ ուժ է, քանզի ֆիլմում կա հայ-ուկրաինական ֆուտբոլային հակադրության մաս։ Աշխարհի շատ պետություններ իրենք են պատվիրում պատմական հաջողությունների մասին ֆիլմեր, ինչը թե քարոզչական հզոր գործիք է, թե սեփական հասարակությանը ոգևորելու միջոց։ Ցավալի է, որ նման նախաձեռնություններով մեր պետությունը հանդես չի գալիս։ Դեռ սա էլ քիչ է, հանդիպում ենք նաև մեր իշխանական շրջանակների կողմից քննադատության։ Տարիներ առաջ հայտարարվեց օրինակ, որ նկարահանվում է Բյուզանդիայի արևելք ֆիլմը, որը պետք է ներկայացներ Վարդանանց պատերազմները, սակայն այդպես էլ ֆիլմն էկրան չբարձրացավ։ Այնպես որ պետք է գոնե չխանգարել, այլ օգնել հայազգի գործարարներին ու խրախուսել մեր փառահեղ անցյալը հիշեցնող ֆիլմերի նկարահանումներն ու տարածումը։ Փաստորաթերթը գրում է. Մեր ունեցած տեղեկություններով այսօր փետրվարի 3-ին ժամը 11:45-ին Բաղրամյան 26 հասցեում նախագահական նստավայրի դիմաց կկայանա հավաք, որի կազմակերպիչներն են համահայկական ճակատշարժումը եւ համանուն շարժումը։ Հավաքի մասնակիցները պահանջելու են, որ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հրապարակայնորեն ներողություն խնդրի հայ ժողովրդից եւ հայրենիքի պաշտպանության համար զոհված զինծառայողների ընտանիքներից։ Դավոսում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին շնորհակալություն հայտնելու համար համահայկական ճակատ կուսակցությունը եւ շարժումը դա գնահատում են որպես քաղաքականապես անընդունելի, ազգային արժանապատվությունը խաթարող եւ զոհվածների հիշատակը վիրավորող քայլ։ Հրապարակ թերթը գրում է. Մայրաթոռում մի քանի օր քննարկումներ են ընթանում, ինչպես անել, որ փետրվարի 16-ից 19 Ավստրիայում նշանակված եպիսկոպոսատ ժողովը չխափանվի, ինչին ձգտում է Նիկոլ Փաշինյանը իր ողջ ուժով եւ 10 տիրադավներով։ Նախորդին հայտնի դարձավ, որ մեղադրյալի կարգավիճակում են հայտնվել Մայրաթոռի 6 եպիսկոպոս եւ 1 քահանա։ Եպիսկոպոսները մեղադրվում են դատական ակտի կատարմանը խոչընդոտելու համար, իսկ դատական ակտը վերաբերում է կարգալույց հռչակված Գևորգ եպիսկոպոս Արոյանին, Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդին վերականգնելուն, որը հունվարի 27-ին կարգալույց հռչակվեց վեհափառի տնօրինությամբ։ Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Հոգևոր թևը մանրամասներ չի հայտնում ժողովի կայանալ չկայանալու մասին, քանի որ տեղեկություններ կան, որ ԱԱԾ-ն շարունակում է բիրտ ճնշումները, ընդհուպ վեհափառին կալանավորելու սպառնալիք մեսիջներ են փոխանցում Մայրաթոռին։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Հայաստանի ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի կողմից ձեռք բերված անշարժ գույքի հետ կապված տեղեկությունները պաշտոնապես հաստատվել են։ Ժողովուրդ օրաթերթի գրավոր հարցմանի պատասխան հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է, որ տվյալ գործարքի առնչությամբ իրականացվում են ստուգողական գործողություններ։ Խոսքը վերաբերում է Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Առինջ-Բ թաղամասի 7/19 հասցեում գտնվող առանձնատանը, որի շուրջ մեր տեղեկություններով իրականացվել կամ իրականացվում էին օպերատիվ կամ ուսումնասիրական բնույթի գործողություններ։ Ի պատասխան մեր հարցման հակակոռուպցիոն կոմիտեն պաշտոնապես հայտնել է. ԿՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի կողմից ձեռք բերված անշարժ գույքի առնչությամբ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ հետախուզական առաջին վարչությունում իրականացվում են ստուգողական գործողություններ։ Այսպիսով հակակոռուպցիոն մարմինը հաստատում է, որ Հայկ Կոնջորյանի կողմից ձեռք բերված անշարժ գույքի վերաբերյալ ներկայումս իրականացվում են ստուգումներ։ Հրապարակ թերթը գրում է. Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքը հայտնում է, որ փետրվարի 24-ին ժամը 12:00-ին Դիլիջանի համայնքապետարանի նիստերի դահլիճում կկայանա հանրային քննարկում Դիլիջանի նոր թունելի կառուցման աշխատանքների շրջանակում բնապահպանական ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ, որը մշակվել է ԱԶԲ-ի պահանջների համաձայն։ Ծրագրի պատվիրատուն ճանապարհային դեպարտամент հիմնադրամն է Նիկոլ Փաշինյանի իշխանությունն անցած գրեթե 8 տարում շինարարական ոչ մի մեծ ծրագիր չի իրականացրել։ Իրենց խոստացած ակադեմիական քաղաքը մետրոյի Աջափնյակի կայարանը չի կառուցվել։ Դիլիջանի ավտոմոբիլային թունելը ոնց են կառուցելու։